Ուրեմն դիվերսիֆիկացման մասին է խոսում կառավարության հիմիկվա ղեկավարը, բայց հələ տեսեք ցուցանիշներ Ռուսաստանի հետ ու բոլորդ խոսում եք դրա մասին, բայց իրականությունը չենք խոսում։ Իջա Ռուսաստանի ավելի կախվածության մեջ առաջացած է։ Ուրեմն 6 անգամ 18-ից 25 թվին դրամական փոխանցումները ավելացել են Ռուսաստանից։ Կրկնապատկվել է 18-ից 25 թվերին ներդրումները։ Արտաքին առևտրի յուրաքանչյուր $100-ից 41-ը կապված ա եղել Ռուսաստանի հետ։ Yandex համակարգը դրվել է Երևանի տրանսպորտային համակարգի հիմքում։ Այն վարչապետության ժամանակ մեր քաղաքացիներին ասեմ, իջեցվելու է այս ազդեցությունը։ Եվ մյուսը, այս Ալիևին, բա որ մարդ եք բերում մեր վրա, ասենք պատերազմով եք սպառնում մեր երկրում, այդ ո՞նց հասկանանք։ Եվ մյուսը, այս ինչ բառապաշար է ընդհանրապես։ Թռած, մի րոպե, էլի չէ, մի րոպե, ստոպ, ես մի րոպե հետևյալը, թռած, կալուգացի օլիգարխ, դրանք վիրավորանք են, եթե ես դա հիմք ընդունեմ, ասենք վիրավորում է Սամվել Կարապետյանին, այդպես, եթե ես հիմք ընդունեմ, ասեմ Ալիևի կամակատար, իմ միկրոֆոնը կանջատեք, չէ, իմ ինչ կապ ունի, ես վիրավորանքի դեմ եմ, իմ միկրոֆոնը կանջատեք, չէ, դրա համար հավասար պայմանն է, որ խոսում է, մի անգամից ասեք չի կարելի վիրավորել։ Ես եմ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը միանշանակ Հայաստանի Հանրապետության բանակն է։ Թրիպ նախագիծը եւ խաղաղության նախաստորագրած փաստաթուղթը հնարավորություն են տալիս հզորացնելու Հայաստանի տնտեսությունը, ավելացնելու Հայաստանի բանակին տրամադրվող ֆինանսական միջոցները, ուժեղացնելու Հայաստանի բանակը։ Մենք բոլորս մի նավի մեջ ենք, անկախ նրանից ով որտեղ է, պիտի աշխատենք օգնել Հայաստանի բանակը հզորացնելու խնդրում։ Բայց երբ Հայաստանի քաղաքական դաշտում կան քաղաքական կուսակցություններ, որոնք տրոյական ձի են, խաղաղություն եւ զարգացում չենք ունենալու։ Շնորհակալություն։ Իմ հերթն է։ Վերջին 3 րոպեն հիմա Էդմոն Մարուքյան, Արտակ Սարգսյան, Լևոն Բաղդասարյան, Նիկոլ Փաշինյան։ Պետք է տեղավորվենք։ Սիրելի հայրենակիցներ, 2020 թվականին մենք առաջարկել ենք պարիտետային քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը պետքա քններ բանակցային գործընթացը, այն ինչ որ ստեղ խոսում են, եւ պատերազմի հանգամանքները։ Այդ առաջարկությունը մերժվել է բոլոր ուժերի կողմից, խորհրդարանը նոր ընտրվել է, նոր խորհրդարանում ստեղծվել է քննիչ հանձնաժողով։ Եվ քննիչ հանձնաժողովի ոչ մի բացահայտում ժողովրդին հայտնի չի, որովհետեւ այդ զեկույցը չի հրապարակվում։ Տեսեք, զոհերի թիվ են վիճարկում։ Հիմա ուզում եմ ասել հետևյալը, սիրելի հայրենակիցներ, մեզ ընտրելով դուք հնարավորություն եք տալու ստեղծել ճշմարտության հանձնաժողով, Truth Commission, որ ամեն տեղից վերկացող մի բան չպատնի եւ ճշմարտությունը ձեզ ներկայացնի։ Այս է մեր առաջարկը։ Գիտեք ինչն է ցավալի, որ համարյա բոլորը ստեղ կանգնած Արցախից են խոսում, Արցախի ընտրություն չի եւ խափում են, թե Արցախցին Հայաստանի քաղաքացի ա եղել։ Արցախցին եթե Հայաստանի քաղաքացի ա եղել, ինչու չի մասնակցել Հայաստանի ընտրություններին։ Մի րոպե, կա մարդու իրավունքների պաշտպան, կա Արցախի հարցով հատուկ դեսպան։ Մարդու իրավունքների պաշտպանը խոսում է շատ ցավալի դեպքի մասին, հղի կնոջ մեքենայի տակ ընկնելը։ Քոչարյանի էսկորտը ավտոյի տեղ մարդ էր գցել, ինչի չեք հիշացնում այդ ծածկա դմփոցը մարդու իրավունքների պաշտպան եք եղել։ Հիշացնեմ երբ ա եղել։ Քոչարյանի ավտոշարասյունը մարդ էր գցել ավտոյի տակ։ Ինչի չի խոսում դրա մասին։ Լևոն Բաղդասարյան, Նիկոլ Փաշինյան։ Ինձ հարց տվեցիք այսինքն, չէ՞։ Արոն Թաթոյան, հարգեք իմ ձայն իրավունքը։ Չէ, ես հարգում եմ, ձեզ ձայն իրավունքն հարց տվեցին։ Շարունակեք, պարոն Բաղդասարյան։ Շնորհակալ եմ։ Նախ Արցախցին մասնակցել է ընտրություններին, ով հիշողության կորուստներին, նախորդ դարի 90-ականներին Արցախցին մասնակցել է Գերագույն խորհրդի ընտրություններին, դա մեկ։ Իսկ թե Արցախցին ինչի՞ չի